հանգամանքներ նշվել են։ Ես հիմա հարցնում եմ այդ գործոնները, որոնք ձեզ ազդող են եղել ընտրողի կամքի վրա, կարող են նաև ազդող լինել այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, պարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին ասեմ, դրան հաջորդել են նաև որոշակի գործողություններ լարսում գործարարներին զրկելու Բարձր դատարան, խնդրում եմ, բարձր դատարան քաղաքական հանրություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ, խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում եմ, կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սա այնց հետո առանց դատանի թույլտվության, խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն Բարձր դատարան առարկությունները Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Կարելի է Տիկին Սաֆարյան, ավարտեցիք։ Այո։ Շնորհակալություն։ Խնդրում եմ անջատեք խոսափողը։ Պատասխանեք, պարոն։ Բարձր դատարան Տիկին Սաֆարյանը հավանաբար շփոթում է, նախ մեր դիմում նման բան չկա, նույնականացումը տարբեր դիմումներում արտահայտված մոտեցումների հետ, չգիտեմ ինչ հիման վրա է ներկայացվում, հետևաբար հարցը զուտ եթե մեր դիմում է հղում տրվում, չկա դիմում, բայց այնուամենայնիվ հնչած հարցը արտաքին միջամտության տեսակետից, ես կարծում եմ այս հարցի պատասխանը պետք է տան նախ եւ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու է նախընտրական քարոզչության վրա ազդեցության գնահատման առումով, իրավապահ մարմինները, ընդ որում ամբողջական կազմով, արտաքին ազդեցության տեսակետից, բոլոր ուղղություններով, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտություններին, կարծում եմ Բարձր դատարանի դատավոր Տիկին Սաֆարյանը պետք է այս մասին նախ եւ առաջ ներկայացներ ահազանգ եւ հաղորդում համապատասխան իրավապահ մարմիններին ու այն մոտեցումը, որ Տիկին Սաֆարյանը հիմա ներկայացրեց, բացարձակ չի համապատասխանում ոչ միայն իրականությանը, այլ նաեւ ուղիղ հակառակը, սա կարող է ներկայացվել եւ մեկնաբանվել բոլոր ուղղություններով, բացառապես Հայաստանի գործող իշխանությունների աջակցության հարցին։